Փառավորվի մեր Տիրոջ անունը։ Շնորհակալ ենք Տիրոջից այս հնարավորության համար։ Միջև քարոզը սկսել ինչի մասին ուզում եմ զրուցել, Աստծո խոսքի վերաբերյալ մի վկայություն եմ ուզում պատմել։ Մի տարածքում մի տատիկ ա լինում, որ ամեն պաշտամունքներին քնում ա, բայց որ ուրիշ տարածքից եղբայրներ են գալիս, ոնց որ մենք ենք եկել, ուրիշ տարածքից եկել ենք այստեղ Խալվերդից, Մարմարաշենից։ Այդ քույրիկը, տատիկը միշտ աղթուն ա լինում, այդ եղբայրների քարոզներին ուշադիր լսում ա։ Այդ տարածքի եղբայրները հետաքրքրվում են, ասում են տատի ջան, քույր ջան, այդ խելի մեր պաշտամունքներին, որ մենք քարոզում ենք, դու քնած ես։ Բայց որ ուրիշ տարածքներից եղբայրները գալիս են, արթուն ես, ուշադիր լսում ես, ասում այ աղբեր ջան, ինչ ասեմ։ Դե որ դուք եք քարոզում, ձեր վրա վստահ են, որ օտար բաներ չեք խոսա, Աստծո խոսքը չեք ծառայի, չեք մոլորեցնի։ Բայց որ ուրիշ տեղից են գալի եղբայրները, դեռ արթուն են լինում, որ ուշադիր լինեն, գնան Աստծո խոսքից օտար բաներ չեն խոսում, չեն ծառայում։ Հիմա երիտասարդներ չա, թեպետ մենք բոլորս Աստծո զավակներ ենք, բայց ասում ուշադիր եղի լսած բաների, ուշադիր եղիր։ Եղբայրներ քույրեր, թող մեր Հիսուսի անունը փառավորվի։ Ուշադիր լինենք, որ չպակասենք։ Ինչի մասին եմ ուզում զրուցեմ Աստծո խոսքից մեր Տիրոջի հոգևոր շինության համար։ Մենք հավաքվել ենք Աստծո խոսքի շուրջ, որ Աստծո խոսքն է մեր բժշկությունը, կյանքը, օրհնությունը։ Ուզում եմ Հոբի գրքից զրուցել Հոբ 31:23։ Բնաբանն է Հոբ 31:23։ Ինչ է գրված այստեղ։ Որովհետև Աստծուն կորսեցնելը վախ է ինձ վրա։ Որովհետև Աստծուն կորսեցնելը վախ է ինձ վրա։ Այո, իրոք Աստծուն սիրող մարդու համար վախ է, Աստծուն իր կյանքում, իր ընտանիքում, իր հոգևոր կյանքում վախ է Աստծուն կորսեցնելը։ Աստծուն սիրող մարդը նախընտրում է ամեն բան կորսեցնի, բայց ոչ Աստծուն իր կյանքում, իր ընտանիքում չկորսեցնի։ Այսօր շատերը վախենում են, որ իրանց կյանքում պաշտոն չկորսեցնեն, դիրքը չկորսեցնեն, աթոռը չկորսեցնեն, հարստությունը չկորսեցնեն, բայց ոչ իրանց կյանքում Աստծուն կորսեցրել են, իրանց ընտանիքում, եկեղեցում, անհոգ են անտանվել են։ Որ չկա իրանց կյանքի մեջ Աստված կորսրել են իրանց հոգևոր կյանքում, իրանց ընտանիքի մեջ, եկեղեցու մեջ, հիմա մենք մտածենք ոնց կլինի եկեղեցու մեջ Աստծուն կորսնելը։ Օրինակ նա հարց եմ ուզում տալի։ Գաղատացիների եկեղեցին Աստծուն կորսրել է, թե չէ կորսրել։ Գաղատացիների եկեղեցին 5-4-ում ռուսերենում ասում է Աստված լիզբես Քրիստա։ Բայց այդ եկեղեցին իր պաշտամունքները անում էր, սպասավորը կար, երկը կար, քարոզները կար, բայց առանց Հիսուսի այդ ծառայությունները ումն է պետք։ Գոնե որ տեսնում ես չկա Քրիստոս, ընկնենք զղջանք սպասավորից սկսած, մինչև հետինը զղջանք, լացենք, ասենք Տեր, Դավիթի նման քեզանից քեզ ենք ուզում։ Եթե որ դու չկաս, մեր ծառայությունները զուր են, մեր երկերը զուր են։ Տիրոջ ներկայության մեջ է մեր հոգիները փշրվում։ Տիրոջ ներկայության մեջ ենք մենք այցելվում, օրհնվում եւ փոխվում ենք։ Եղբայրներ քույրեր, բայց որ Տերը չկա, ինչքան ուզում ես եկեք, երկի մեջ Սուրբ ոգուոցությունը չկա։ Այդ խոսքի մեջ Սուրբ ոգուոցությունը չկա։ Չի փշրում մեր քարացած սրտերը։ Եղբայրներ քույրեր, մենք նախանձախնդիր պիտի լինենք, որ Տիրոջ ներկայությունը մեր կյանքում չկորսեցնենք։ Օրինակ Սամսոնը Աստծո մարդ է, երբ որ կարդում ենք Սամսոնի մասին, Աստծո մարդ է, օծյալ էր ինքը։ Եվ Աստված իր կյանքում իր ձեռքով մեծամեծ գործեր էր անում։ Է որ մարդու ուժից վեր է, ով ասե, էշի ծնոտով 1000 մարդ կոտորես։ Էշի ծնոտով 1000 մարդ կոտորես։ Դա իրանից էր թե Աստծուց էր, Տիրոջից էր։ Երբ որ Դանիելայի ծնկների վրա քնա, Աստծո գաղտնիքը հայտնեց, որ պիտի չասեր Դանիելը մազերը կդրեց եւ ասեց Սամսոն բղշտացիները
մի քանի անգամ է դեպքերում էր հնում էր փղշտանցիներին ջարդում էր, բայց այս անգամ արդեն մազերը կտրվել էր։ Մտածավ մյուս փորձի նման հլեն փղշտանցիներին ջարդեն, կոտորեն, բայց ասում է նշում է Տերը Իրանից հեռացել էր։ Հեռացել էր։ Տերը Իրանից հեռացել էր, եւ որ Տերը հեռանում է, ինչ եղավ իր հետ, աշկերը հանեցին։ Սկսավ փղշտանցիների ջաղացի քար աղալ։ Սամսոնին, որ այդքան հզոր դեր մարդ էր, սկսավ անարգել, ծաղրել։ Աստված ողորմա մեզի, եղբայրներ քույրեր։ Այդպես լինում այն քրիստոնյայի կյանքում, որ Տերը հեռանում է, կորսնում ենք ասում մեր կյանքում։ Բայց որ Տերը կա մեր կյանքում, Աստծո փառքը, օրհնությունը մեկ կա մեր կյանքում, եղբայրներ քույրեր։ Ես ուրիշ օրինակ եմ ուզում վերև Սուրբ գրքից Հեսուի կյանքից։ Ես օրինակներով եմ ասում, համարները չեմ կարդում։ Հեսուի գիրքը, որ կարդում ենք, Հեսուի 7-ում է գրված, 7-րդ գլուխ, 2-ից մինչև 12 համարի խոսքը։ Տերը, որ Հեսուին ասեց, Երիկովը մեծ ու պստիկ, ավարը պիղծ համարես, ոչ մի բանի ձեռ չտաս։ Մենք ընդեղ տեսնում ենք, որ աքարը ոսկի լեզու վերցրեց, հանդերձներ վերցրեց, Աստծո խոսքը գետնով արեց։ Եվ մենք տեսնում ենք, որ Հեսուն գնաց պատերազմի քիչ զինվորներով պարտություն կրեց։ Պարտություն կրեց։ Բայց Հեսուն, երբ որ մտել էր Քանանի երկիր, Տերը իր հետ էր, հաղթությունից հաղթություն էր գնում։ Բայց դա ոչ թե իրանից է, որտեղ Տերը Աստծո փառքը իր հետ էր։ Եվ այլ որ Աստծո հոգի մեր հետ կա, Տիրոջ ներկայությունը կա, մենք էլ հոգևոր կյանքում ունենում ենք հաջողություններ, օրհնություններ։ Սուրբ գրքում գրված է, որտեղ Տիրոջ հոգին կա, այնտեղ ինչ կա? Ազատություն։ Մեզանից է թե Սուրբ Հոգուց է։ Սուրբ Հոգուց է։ Որտեղ Տիրոջ հոգին կա, այնտեղ ազատություն կա։ Բայց որ Աստծո հոգին հեռացավ, ինչ կլինի։ Սավուղից Աստծո հոգին հեռացավ, ինչ եղավ։ Տերը մոդիկացավ, Տիրոջ գուտողությունով։ Երբ որ Դավիթը տեսավ Սավուղի եկած, իր գլխի եկածը տեսավ, ինչ ասեց, Տեր, քո Սուրբ հոգին ինձանից մի հեռացրու։ Մի հեռացրու, որտեղ երբ որ դու իմ հետ ես, դու ես այդ հաղթանակների պատճառը, դու ես, առանց ես բան չեմ։ Հիմա մենք էլ, թե հոգևոր կյանքում, թե մարմնավոր կյանքում, մեր բոլոր աղբյուրները ումից է, Տիրոջից է, փառավորվի իր անունը։ Բայց Հեսուն տեսավ, որ պարտություն է կրում, քիչ ազգ են, գնացին լրտեսեցին, եկան լրտեսներ ասեցին իրան քիչ ազգ են, մի քանի հազար հոգով գնան կհաղթենք։ Մի քանի հազար հոգին գնացին պարտություն կրեցին։ Եկան սկսել ծոմ պահել, լացը, Տիրոջ խոսքը եղավ, ինչի համար եք լացում ողբում։ Մեղք է գործել, նզով կա բանակի մեջ, որտեղ Տերը հեռացել էր։ Աստված մեզ հաջողություն անես, սիրելի քույրեր, եղբայրներ, որ ես ու դու Մովսեսի նման գնահատենք Աստծո ներկայությունը մեր կյանքում եւ բանակի մեջ։ Տերը ինչ ասեց Մովսեսին, Ելիցի 33-ի 1-3-ն ենք կարդում եւ 15-16-ը։ Ասեց, ես ձեր բանակի մեջ չեմ լինի։ Ես իմ հրեշտակը կդնեմ, իմ հրեշտակը ձեզ կտանի Քանանի երկիր։ Եթե ես ձեր մեջ լինեմ, դուք խստապարանոց ժողովուրդ եք, բոլորիդ բնաջինջ կանեմ։ Հեսուն ինչ ասեց։ Ասեց Տեր, եթե դու մեր հետ չես լինելու, մեզ այստեղից մի հանիր։ Մենք էլ Մովսեսի պես պիտի նախանձախնդիր լինենք, որ Տեր, Դավիթի նման ասենք, քեզանից քեզ ենք ուզում։ Դու լինես մեր ընտանիքում, մեր առօրյայում, իմ ծառայության մեջ, ամեն բանում դու լինես, առանց քեզ որևէ բան չլինի իմ կյանքում։ Եղբայրներ քույրեր, Տերը մեզի ողորմություն անի, որ մենք նախանձախնդիր լինենք Տիրոջը։ Եթե մենք Աստծուն սիրող մարդ ենք, եթե մենք գնում ենք մեր հոգևոր կյանքում, մեր ծառայությունների մեջ, մեր ընտանիքի մեջ Տերը չկա, ոչ հացի տաշտը կորտվի։ Եթե Տերը չկա, կին ու ամուսին իրար միս են ուտում, աղջիկ ու մեր իրար միս են ուտում։ Բայց երբ որ Տիրոջ ներկայությունը կա, այնտեղ սրտերը հաշտվում են։ Այնտեղ գալիս է միաբանության, Աստծո հոգին հաշտեցնում է, Աստծո հոգին բերում է մեկ սրտի, մեկ հոգու,
Բայց որ Տերը չկա, ոչ հացի տաշն ա որ տվում, ոչ իրար հասկանում ենք, այլ Աստված մեզ ողորմություն անի, որ մենք գնահատենք Տիրոջ ներկայությունը, ինչպես Հոբի 31-ը։ Ես ու դու էլ վախ ունենանք Տիրոջը մեր կյանքում, մեր ընտանիքում, եկեղեցում չկորսնցնենք, սիրելի քույրեր, թող Տերը օրհնի մեզ, ամեն։ Դանք աղոթքի։